Կրիպտոշուկան ցնցումների մեջ է, ընդամենը 24 ժամում ավելի քան 19 միլիարդ դոլար հոդս ցնդեց։ Իսկ այս ամենը սկսվեց ԱՄՆ նախագահ Թրամփի մեկ գրառումից, որով նա հավելյալ 100% մաքսատուրք ավելացրեց Չինաստանից եկող ապրանքների վրա։ Դրանից առաջ Չինաստանը հայտարարել էր հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողության մասին։ Սա տնտեսական ճնշման քայլ էր, որին էլ հետևեց Վաշինգտոնի կոշտ պատասխանը։ Նախորդ շաբաթվա սկզբին բիտքոինը գերազանցել էր 126,000 $, պատմական շեմը։ Թեև ուշադրության կենտրոնում բիտքոինն էր, անկումը տարածվեց ամբողջ շուկայով, էլ ավելի ցավոտ հարվածելով մյուս խոշոր կրիպտոարժույթներին։ Ըստ Binance-ի բիտքոինը 126,000-ից արժեզրկվեց մինչև $108,000 կամ մինչև մոտավորապես 14%։ Ethereum-ը 4,700 $-ից սահեց մինչև $3,500, կորցնելով արժեքի մոտ 25%-ը։ Ամենաշատը տուժեց Solana-ն $240-ից ընկնելով մինչև $170 միջակայք և 29% կտրուկ անկում գրանցեց։ Որպեսզի հասկանանք այս թվի մասշտաբը, համեմատենք այն նախորդ ճգնաժամերի հետ։ Համեմատության համար տխրահռչակ կովիդի անկման ժամանակ 2020 թվականի մարտին ընդհանուր լիկվիդացիաները կազմել էին մոտ 1,2 միլիարդ $։ Արդեն գոյություն չունեցող FTX-ի կոլապսի դեպքում այդ թիվը հասել էր 1,6 միլիարդի, իսկ այս անգամվա իրադարձությունը նախորդից մոտ 20 անգամ մեծ էր, ազդեցություն թողելով ավելի քան 1,6 միլիոն թրեյդերների վրա։ Լրատվամիջոցներում լայնորեն տարածվեց Կիևում երիտասարդ թրեյդերի ինքնասպանության մասին տեղեկությունը, որի պատճառը լուրջ ֆինանսական կորուստն էր հենց այս անկման ֆոնին։ Սկսեցին շրջանառվել չհաստատված, բայց տագնապալի լուրեր աշխարհում 2000-ից ավելի ինքնասպանությունների մասին։ Վերլուծաբանը նշում է, որ այս լարվածությունը պատահական չէր եւ ուներ հստակ աշխարհաքաղաքական պատճառներ։ Չինաստանի վերջին քայլը սահմանափակել հազվագյուտ մետաղների արտահանումը ուղղակի հարված էր ԱՄՆ-ի ռազմավարական թույլ կողմին, փորձ սակարկության լծակ ստանալու համար Թրամփի եւ Սի Ցինպինի սպասվող հանդիպումից առաջ։ Այն փաստը, որ մեկ քաղաքական գործչի գրառումը կարող է առաջացնել ավելի մեծ ֆինանսական կորուստներ, քան COVID-ի համավարակը, նոր իրողություն է, որ նոր պահանջներ է դնում կրիպտոյով գումար աշխատողների առաջ, գնահատել ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական ռիսկերը։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։